Ես հիմա մոտավոր սա պատկասնում եմ ոնց է հավաքվել։ Ջորդ էս ի՞նչ է։ Ուտես, չեմ խափում, չեմ թաքցնի։ Օ, ես վայրենի չեմ, sense կծեմ ուտել։ Էլի իմ սիրած էս երկաթի ստեփլերները։ Ու ես խնդրում եմ, որ իմ գոլեգաներն էլ ինձ ճիշտ հասկանան։ Լիքը ռեստորաններում այս խնդիրը առաջանում է աշխատողի քանը կապսուսալուց։ Այդ վաու համերը մեջը զգում ես, էլի։ Ողջույն, նորից թեստի հաղորդումն է, այսօր դրամատուրգը շատ լավ է, չնայած շատ քաղցած եմ, հուսամ, որ այսօրվա այն սննդի կետը, որտեղից ընտրել եմ ուտեստը, ինձ չի հիասթափեցնի։ Մինչ հաղորդման բուն թեմային անցնելուն, նախ ներկայացնեմ մեր հաղորդման հովանավորին։ Fnet Telecom Հայաստանում լավագույն ալիքներ, ինտերնետ, խելացի դամաֆոն, տրամադրող օպերատոր։ Fnet Telecom-ը ծառայության մասին չէ, այլ հարմարավետության, նորարարության եւ անվտանգության։ Fnet-ին բաժանորդագրվելու համար շատ մեծ գործողություններ պետք չեն։ Կամ պետք է զանգահարել նշված հեռախոսահամարով, կամ ուղղակի գրել սոցհարթակներում եւ դառնալ Fnet-ի։ Այսօրվա մեր հետարքիր ուտեստները պատվիրել եմ Meet Երևանից, դե ինչ, իմ պատվերը արդեն տեղում է, հարակվել է ճիշտ ժամանակին, մնացածը տեսնենք միասին։ Ահա իմ այսօրվա պատվերները։ Ուրեմն պատվերել եմ պանինի անգուսից, վճարել եմ 3300 դրամ, պանինի հավի մսով, վճարել եմ 2000 դրամ, ծխեցված խոզի կողիկներով սենդվիչ, Putin Italia, հավ սունկ, կարծում եմ դա պիցցան է, խոզի կողիկներ կծու, ռիբս եւ իրանց համով թանը, որի մասին շատ եմ լսել։ Ընդհանուր այս ամենի համար վճարել եմ 14800 դրամ։ Դե սկսեցինք։ Նախ ամենաառաջինը ուզում եմ արդեն իսկ ասեմ, որ այս ամեն ինչը ինձ մատուցվել է առանց տոպրակի, ուղղակի սենց իրար վրա, սենց դասավորած առաքիչը բերե տվել է։ Ահա, խնդրեմ իմ պիցցան։ Պիցցա։ Առաջի հայացքից ինչ-որ ախորժելի տեսք չունի, բնականաբար սառն է։ Հետարքիր է, բայց համը։ Սառն է, համը հետարքիր է, ինքը սառն է, կտորները զգացներ է տալիս, որ գրիլի վրա է պատրաստված, պիցցայի խմորը հասարակ հերթական ինչ-որ խմոր, բայց համը վատը չի։ Ուզում սեղտ դրան կարող է անձեռոցիկ կա։ Էլի ինչպես անցած հաղորդման ժամանակ, էլի ինչ սիրած ես երկաթի ստեփլերները։ 1, 2, 3, որից երկուսը պատարակաղով, չգիտես ինչի, միթե որոշել է, որ մենք ես ամեն ինչը ուտելու ենք երկու օքով։ Երկու պատարակաղ և 3-ի մեջ մոռացած պատարակաղի տոպրակներ։ Ես տենց կարապ իրան բնութագրեմ ընդամենը։ Պիցցան շատ համեղ էր իմ համար, բայց սառն է, ինչ-որ կարելի է փաթեթավորման և առաքման հետարքիր տարբերակ որոշել, որ չսառի։ Օրինակ անցած հաղորդման ժամանակ ինչի եմ շեշտում, որտեղ ես ասել եմ համեմատելու եմ սկսած առաքման տարբերակից վերջացրած մինչև համը, տեսքը, որ ամեն ինչ։ Օրինակ անցած հաղորդման ժամանակ, անցած տեղից որտեղից որ պատվիրել էի, փայլատի թեղով, այսպես ասած ֆոլգայով փաթեթավորած էր։ Այդ իսկ պատճառով ուտեստների մեծ մասը համեմատած տաք էր։ Իրա գնահատականը կտամ, որ տաք լիներ կտայի անկեղծ 10-ից 8 համովա, բայց գնահատականը բերեք վերջում տամ։ Տակ, ինչ ունենք ստեղ ունենք, նայեք, ստեղ չգիտեմ ինչ ունենք, բայց էլի անցած անգամվա նույն խնդիրն է, Ժորժ ջան, կոլեգաներ ջան, բիզնեսի ղեկավարներ ջան, խնդրում եմ, այս ստիկերը շատ լավն է, սիրուն է, հա, փագում է, բայց միգուցե վրան գրած լինի ինչ է ինքը։ Չգիտեմ, որ ամեն մեկը իմանա, ասած չբացած արդեն ասի, էս իմն է, էլի։ Էս պանինի է, տեսքը անկեղծ գրավիչ է, շատ գրավիչ է տեսքը, կարծում եմ սա, չեմ կարծում, հասկացա արդեն, համից էլ մսի, սա անգուսի մսով պանինին է, հետարքիր տեսք ուներ, մնում է համը չխապի։
Ուտալիա շատ։ Pesto կա մեջը։ Ոնց հասկացա։ Pesto-ի համը շատ լավն է, նուրբ է։ Մսի առանձին համը զգում եմ։ Լոլիկի չիրկա, որի համն էլ է զգացվում։ Ռուկոլան է իմ կարծիքով ավելորդ, որտեվ էփել է։ Կուտես։ Անկեղծ ասում եմ, չեսնի 10-ից 10, լուրջ շատ համով է, սառնությունը չեմ հաշվում, մեկ էլ էս շատ համով է, ես մեր անցած հաղորդման և մեր բոլոր հաղորդումների ժամանակ շեշտել եմ ու էլ եմ շեշտելու, կարծիքներ լինելու են անկեղծ, ու ես խնդրում եմ, որ իմ կոլեգաներն էլ ինձ ճիշտ հասկանան, որովհետև ինչ անում ենք, խոհանոցի համար ենք անում, շատ համով էր, կպատվիրեմ էլի հաստատ երկրորդ անգամ, կամ կգնամ տեղում կուտեմ, որ տաք ուտեմ համը հասկանամ ինչը, բայց իրոք շոտովն է։ Դե ինչ, մեր անգուսի մսով պանինին ես մի հատ էլ եմ ասում գնահատում 10-ից 10, բայց անցնենք հաջորդ ուտեստին։ Բնականաբար նույն խնդիրը չունենք գրած անունը, դրա համար բացում ենք ու գուշակում։ Ահա։ Ես ինչ է։ Հավի պանինի հավով 2000 դրամ։ Արի հլը։ Так, ստեղ կա խնդիր։ Իմ կարծիքով միսը շատ անհավասար է աշխատած և չգիտեմ սենց անեմ, որ տեսան լինի և հաստ է։ Համար ես մետ փոքր կտոր կկտրեմ։ Անկեղծ չէ, թիվ չասեմ, որտև միգուցե ինձնից է։ Ինչ-որ խառը համեր է, մայոնեզ, պանիր, միքս կանաչիներ, ոնց ասում, մենք մեր լեզվով խոհարներով ասում ենք միքս աղցան, միքս կանաչիների միքս, ոնց ենք ասում, բայց իրականում, վաու համ չհասկացա, հաստ հավի դոշ, մայոնեզ, սա միգուցե, կավա միսը առանձին համով է, ինձնից է, չէ, միտ ճան, հավ չէր, ստեղ ինչ ունենք, ես ինչ է, օ, ես ինչ ուժեղ կացաղ յոտա, Պուտին Իտալիա, միգուցե սա է, հենց, ես ինչ է, հա, կարտոֆիլի ֆրի, շարկայացում, ջորդ ես ինչ է, կացախ եմ ուտում, կարտոֆիլա, ռուկոլա է, ես ինչ է, չգիտեմ ես ինչ է, անկեղծ բան չեմ կարաս, ես ինչ է, ես բան ոնց կարել է սարքել, Okay, եթե սա լավն է, համով է, տեղում թարմ, ոչ թե սենց լղկած սոուսները վրա են, ուրեմն առաքման բաժնի մեջ դրեք նենց ուտեստեր, որոնք որ վստահ եք, որ առաքումից հետո չի փչանալու։ Հա, շատ լավ, okay, առաքման տարբերակը շատ լավն է, հետարքիր է, թողտես լինի, սիկերը բնականաբար էինք նշած չի ինչ է, բայց ես ինչ է։ Չեմ ուզում դաժը էլ փորձեմ։ Pork ribs sandwich, հոպ, գրած է վրեն, տեսակ, այո, գրած է, ես ինչ պոպուշն են, սիրուն է, հոտն էլ է հետարքիր, մանանեխի սենց ինչ-որ հաճելի հոտ է գալի, ամենակարևորը գրած է վրան, հետարքիր համուրի շատ, հա, ես հասկացա, ես ծխեցված խոզի կողիկներով սենդվիչն է, ես ասեմ խի ասենց հետարքիր համ, արամատ տալիս, շատ լավն է, չէ իրոք լավն է, դաժը սառը համով է, կպատվիրեմ էլի, հաստատ, քանի որ այդ վաու համերը մեջը զգում ես էլի այդ, ինչ-որ համով կետեր է սենց գալի քիմքիտ, այսքան կաղամ կա մեջը, գազար է, կողիկներն է, մանանեխի սոուս է,
կանաչ սող, այս ամեն ինչը իրոք զգում եմ, էլի, սենց խառն ինչ-որ հետարքիր համեր է գալի։ Ինչը որ չզգացի սրանից, ես չգիտեմ ինչ էր։ Նայք, տեսեք, մեր մոտ խնդիրը խոհանոցում ինչն է, միշտ լինում։ Հեվնեթի մասին չմոռանաք։ Տեսեք ինչն է խնդիրը միշտ լինում։ Միշտ մենք մենյուները կազմում մենք ասելով ես օրինակ շատ վաղուց այդ ձև չեմ պատկերացնում։ Մենյուները միշտ կազմում ենք սեփականատիրոջ քիմքով կամ համով, բայց մենք չենք դնում այն կետերը, որ մենք որ ասում եմ մեր գոլեգաներին բոլորիս նկատի ունեմ, էլի։ Իմ ընկերներից լիքը մարդիկ իմ հետ համաձայն կլինեն։ Մենք չենք դնում կետեր, օրինակ, սա առաքման ենթակա ուտելիք չի։ Կամ, չգիտեմ, սա առաքման ենթակա ուտելիք է։ Կամ ավելի լավ է չունենաս, քան թե ունենաս վատը։ Տեսեք, չեմ կարող ոչ իման սրա մասին ասեմ։ Պիցցան ասացի տաք լիներ, համով կլիներ, խոզի կողիկները համով էր։ Միթում շատ վաղուց չէի փորձել միթից ոչ մի բան, բայց հիմա ասենց հետարքիր ձև ուզեցի պատվիրեմ, որտեվ համեր էր կանչող, ինձ այդ ծխի համը բան գիտեմ, որ իրանց մոտ ամեն ինչ գրիլի վրա է պատրաստում։ Ընկերներս ասել էին, որ նոր մենյու ունեն, իմ ջալոց ոնց հասկացա նոր մենյուից է։ Սենց մեկ այդ բավականությունը չեմ կարողանում ստանալ։ Ինչևից է, այստեղ մի հատ սենց ինչ-որ բան ունենք։ Հիմա որ ասեմ, կասեք, ասեց։ Կարող է առաքման ժամանակ այս եղել։ Հիմա։ Բայց եթե դու ճիշտ տարբերակով ես քո առաքման փաթեթավորումը կատարում, սենց բան չի կարող լինի։ Ես սա ասեմ ինչից է եղել։ Տեսեք, ես իրան այս դիրքով վերցրեցի, նախ հերիք չի սառը թանը դրածա տաք ուտեստի հետ։ Հələ մի հատ էլ ասենք տաք ուտեստից բերանը բացվել է։ Բազիլիկի ու լայմի համով թանա։ Էլի եմ փորձը, ժամանակին շատ համով էր։ Հիմա տեսեք, կարելի էր օրինակ չգիտեմ, անձեռոցիկը, պատարագաղները, սա։ Ես գիտեմ արդեն ես ինչ ուտելիք է։ Բացեմ ու ասեմ։ Ձեռնոցը։ Հիմա ոնց հասկանում ես ջոստերի մեջ է բաց, թե որտեղ։ Լավ, ես եմ դանակ չունեմ։ Ես ոնց պետք է ուտեմ։ Ես ոնց կարելի, ես ոնց պետք է ուտենք։ Եթե ես չունեմ դանակ, ես գտնվում եմ մի հատ վայրում, որտեղ ուզում եմ զուտ ուտեմ խոզի կողիկներ, կարտոֆիլի ֆրիով եւ առանց սոուսի եւ ծռած ամանով, խմեմ բազիլիկի ու լայմի համով թան ու ոչ իվան չունեմ մոտս։ Ոչ դանակ ունեմ, ոչ մի բան, ոնց կարելի է ասենց առաքում անել, էլի ժողովուրդ։ Ասենք քաղաքի, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող անունով ամենահամով fast food համարեմ, street, ինչ ասեմ, չգիտեմ, street food ասեմ, ոնց ասեմ իրան։ Լավ տեղ է, ես բան չեմ ասում, ես չի էլի, որ տենց շորսս նեգատիվ է բանը, չէ, բայց ասենց առաքում են անում, ես ինչ է։ Այս կարել է չուտել էլի դաժա։ Կոլեգաներից արդարացնելով ասեմ, թե չէ, ես ոքե չի։ Լիքը սննդի կետերում, այս պրոբլեմները առաջանում է մեծ մասը ռեստորանի տերեր ջան, սննդի կետի տերեր ջան, դուք էլ իմացեք, լիքը ռեստորաններում այս խնդիրը առաջանում է աշխատողի քանը կապսոսալուց։ Մի ափսոսացեք, որտեվ ձեր բիզնեսը ձեր աշխատողով է հարստանում ու առաջ գնում։ Իսկ ես կարամ սա հազար ձև մտածեմ, աշխատող չկա, որ հասցնի կտրի, կարգն է տենց, բայց սա նորմալ կարգ չի այդ դեպքում, ասենք, ոքեյ չի, ինչևից է, մեջով արդագույն է, ես հիմա իրան պատկերացնում սենց, որ սենց պետք է կծեմ ու ոսկորը առանձնանա մասից, ես ռիպս հասկացողությունը իմ համար տենց էտ է։ Որ վաու բան չկա, կծու էի ուզել, նույնիսկ կծու չի իմ համար սա, ոսկորն է մնաց ատամից տակ, ես իրան մի ձև կներկայացնեմ, ռիպս է էլի, որտով ես իրան ինչ-որ
Կողքը մի հատ սոուսով էի պատկերացնում, կտրտած։ Հա, էֆացությունը միջին։ Չեմ խափում, չեմ թաքցնի։ Օֆ։ Չի կարելի։ Մի արեք էլի ժողովուրդ։ Հետո էլ ասում են ուրիշ երկրում։ Կարան մի օր էլ ասեն Հայաստանում էլ է տենց, այդ ուրիշ երկրների ցանկում Հայաստանն է մտնի։ Լավ կոնե թան խմենք։ Լավն է։ Բայց դուրսը լավ ցուրտ է։ Այս թանը որ տաք բանի հետ դրած չնեիք սառը կմնար։ Ճիշտ բաշխեք աշխատողների աշխատանքները։ Եթե պետքա առաքման պոզիցիան հավաքի ինչ որ X աշխատող, մի ափսոսացեք այդ աշխատողին, աշխատանքի ընդունել, վարձատրել, որովհետև դուք մի հատ էլ առաքում ունենաք, մեկը դա ձեր անունն է, ձեր բիզնեսն է, որ պետքա զարգացած լինի։ Ես հիմա մոտավոր սա պատկերացնում եմ ոնց է հավաքվել այս առաքումը։ Բայց դե ինչ ասեմ։ Okay։ Տրամադրեցին սրտը։ Հիշում եք չէ որ տրամադրությունս լավ էր։ Միակ բանը որ sense մի քիչ միջին պայել է, այս անգուսի պանինին է։ Ես ուզում եմ անցնենք ամփոփմանը, իսկ ամփոփման համար ինձ պետքա մեր բոլոր ուտեստները հավաքել իմ դիմաց եւ գնահատելով անցնենք առաջ։ Դե ինչ, հարգելի ինձ դիտող։ Այ միջալոց։ Նոր սեղանս կարգի բերելուց գտել եմ ձեռնոցները։ Հեսա։ Մազ ներկելու ձեռնոցներն է։ Գտել եմ։ Ահա։ Սենց անեմ, որ մի քիչ ինձ չնեղանա ասի։ Ես ձեռնոց ուղարկել էի դու չես տեսել։ Կներես միտը չափ տենց էլ այլ, որի ոչ տեսանելի եղում էր։ Так, սկսենք առաջինից, թե վերջինից, չէ վերջինից։ Ribs, խոզի, ուղարկեք կտրտած, որ հարմար լինի ուտելուն։ Ես ինչա, խոզի չալաղած չես, ոնց եմ ուտելու, ով ես վայրենի չեմ, սենց կծեմ ուտեմ, չունեմ դանակ։ Ֆրի մասին չեմ էլ ուզում խոսամ, անկեղծ։ Գնահատում ենք իրան 10-ից 6, են 6-ը գիտեք ինչն է, բարբիկյուի հետարքիր համը, մեկը էպացությունը, պատետավորումը 0, խոզի ծխեցված կողիկներով սենդվիչ, 10-ից 9, շատ լավն է, հլը պատկերացնում բատակ, հլը կորկեն, են որ սենց այս պահը տակ, այս պահը սենց տակ պատկերացնում եմ, 10-ից 9, ուտեմ, այս սրա մասին կարամ չէ չխոսամ էլ, պրոստը չխոսամ, ուղակի չխոսամ, խոսենք հայերեն։ Հավի մսով պանինի, կարողա չէ, չեմ պատվիր էլ առաքում, խորհուրդ կտամ, եթե իհարկե կընդունեք խորհուրդս, որ մի քիչ իրան հասանելի, նայեք, հիմա նայեք այս հատվածից եմ կտրե, այսինքն ինքը մեջտեղը մի հատ հավ է, այս է սենց, այս ոնց են ուտում, սենց, 10-ից 6, պիցա, 10-ից 8, որովհետև իրականում, եթե սառը չլիներ, վստահ եմ, որ համով կլիներ, որովհետև չգիտեմ պանին ինչ պանիր եք օգտագործում, բայց լավն է։ Հետարքիր համ ունի։ Մեկը ամենակարևոր բանը, որ ստեղ զգացի, սնկի բնական համն էր։ Այսինքն ոչ մի հավելում չկար, էլի վրան հենց ուտում ես սունկ ես զգում։ Հրաշքը, որի մասին խոսքեր ուղղակի չկան։ Անգուսի մսով պանինի։ Մի ջան անկեղծ ասում եմ, 10-ից 100, շատ լավն է։ Շատ լավն է, բայց էլի մի հատ բան կասեմ, այս ռուկոլան հանեք, ինչ որ հետարքիր բան կարաք փոխեք, կանաչի հետ կապված, չգիտեմ, բլանշ արած սպանախ, չգիտեմ օրինակ, բայց ինք արդեն վախեցած են, էլի ոչ թե ասենք ռուկոլան, խոհարար ընկերներս կհաստատեն, որ էփած ռուկոլա հասկացողություն ես չգիտեմ, ես չեմ լսել, ռուկոլան էփել է բանից, մսի ջերմությունից, երբ որ իրանք տակ-տակ հավաքել են, բայց ասում եմ 10-ից 100 համը վերջներ, թանը լավն էր շատ, բայց մուսական
չդնեք տաք ուտեստի հետ, որ սառը խմենք։ Նենց է դուսնել լավ սառը եղանակա։ Վստահ եմ սառը թանը կգար կհասնելից։ Մի շնորհակալություն, կօգտվեմ միտից։ Կուզենամ, որ կարծիքս հաշվի առնեք, քանի որ ինչ անում ենք խոհանոցի համար ենք անում։ Իսկ ընդհանուր միտին կգնահատեմ 10-ից 7, 3 բալը դուրս է գալիս, 1 բալը դա դուրս գա ուտեստների համի համար, 1 բալը դուրս կգա փաթեթավորման սխալ տարբերակների, որ նշած չի, որ սառն է գալիս, իսկ մի բալն էլ, որ օքեյ չի, երբ որ չգիտեմ, միսը կտրած չի կամ այս ամեն ինչը պրոստը իրար վրա լցրած դրած է առաքիչի այդ առաքման պայուսակի մեջ, այդ նորմալ չի։ Միտին մաղթում եմ մեծ հաջողություններ եւ ելի եմ խնդրում, ես հասկացել եմ, որ ինձ թվում է այդ խնդրումը կա։ Աշխատողի պակաս, եթե ունեք մի ափսոսացեք, աշխատանքի ընդունեք։ Իսկ ես հիշեցնեմ, որ մեր հաղորդման հովանավորն է Fnet Telecom ընկերությունը, Fnet, ով առաջարկում է անխափան ինտերնետ, անվտանգ դոմոֆոններ եւ ապահովելու է վստահ եմ խելացի ու հետարքիր ապագա։ Դարձիր Fnet-ի։